Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Ութաֆյանն եմ, կարևորի մասին նախ համառոտ։ Այցելություն հայ-թուրքական սահման Թուրքիայի կողմից, թուրք որ պաշտոնյան է այցելել Ալիջան անցակետ ու ինչ նպատակով։ Թրամփի երբեմնի քննադատն ու աջ ձեռքը Ջեյդի Վենսը գալիս է Հայաստան, ով է ԱՄՆ փոխնախագահը։ Դատարանը քննել է կարգալույծ Արման Սարոյանի գործը, երբ կհրապարակեն որոշումը։ Այսօր ինքը առիթ է ստեղծել, որ պետությունը խառնվի եկեղեցու մուտքին գործել։ Իրանում հասարակական քաղաքական գործիչների են ձերբակալել, որն է մեղադրանքը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների շրջանակում երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու քննարկումներին զուգահեռ Իգդիրի նահանգապետն այցելել է 1993 թվականից ի վեր փակված Ալիջան սահմանային անցակետ։ Նա տեղում ուսումնասիրել է սահմանին, մաքսատան շինություններն ու անցակետերը։ Նահանգապետին ուղեկցել են նաև այլ պաշտոնյաներ։ Թուրքական պատվիրակությունը տեղում ստուգել է սահմանային անցակետում իրականացվող վերանորոգման և նախապատրաստական աշխատանքները։ Այցն իրականացվել է որպես մոտ ապագայում անցակետի շահագործման մեկնարկի ծրագրի մաս։ Երևանում էլ սպասում են ԱՄՆ փոխնախագահի այցին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը տիկնոջ Ուշա Վենսի հետ շուտով կլինեն Երևանում։ Այսօր երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։ Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում Հայաստանի նախկին դեսպան ու Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը Washington Times-ի հոդվածում գրել է, որ Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցը պատմություն ձևավորելու հնարավորություն է տալիս։ Եթե գործընթացը հմտորեն կառավարվի, Միացյալ Նահանգների համար Հարավային Կովկասում հսկայական հաղթանակ է սպասվում։ Ըստ Հովհաննիսյանի, Միացյալ Նահանգների համար թրիփը Հարավային Կովկասը կայունացնելու միջոց էր, առանց զորքեր տեղակայելու կամ հակամարտության պատասխանատվությունը ստանձնելու։ Այն խաղաղությունը կապում է առևտրային ուղիների էներգետիկ տարանցման և տարածաշրջանային ինտեգրման հետ, միաժամանակ թուլացնելով Ռուսաստանի մենաշնորհը միջնորդության հարցում։ Հեղինակի կարծիքով Երևանն անհանգստացած է Ադրբեջանում պահվող գերիների առնչությամբ, բայց նախկին փոխարտգործնախարարը համոզված է, որ այս հարցը Վենսը կարող է քննարկել Բաքվում։ Թրիփն օգնում է Միացյալ Նահանգներին ապահովել ռազմավարական մուտք, կառուցել հաճախորդների ցանցեր, կանխել մրցակիցների կողմից հիմնական երթուղիների վերահսկողությունը, ձևավորել տարածաշրջանային կանոններ և չափանիշներ ու ստեղծել երկարաժամկետ քաղաքական լծակներ։ Թրիփը և փոխնախագահի այցն Ադրբեջանին ազդակ են ուղարկում, որ իր ապագա ազդեցությունը կբխի գործակցությունից և կանխատեսելիությունից, այլ ոչ թե ճնշումից և սպառնալիքներից։ Սա Ադրբեջանին ռազմական դերակատարից վերածում է տարածաշրջանային կարգի շահագրգիռ կողմի։ Իսկ ինչ ակնկալիք ունեն Սյունիքում Վենսի այցի վերաբերյալ, ինչ նշանակություն ունի թրիփ նախագիծն իրենց համար, դա խաղաղություն է, թե հերթական հետքայլն է անվտանգային ոլորտում։ Մեր նկարանող խումբը հանգստյան օրերին եղել է Սյունիքում ու խոսել բնակիչների հետ։ Վենսը Հայաստանում է թրիփի շուրջ քննարկումները շարունակելու համար։ Ուղին, որի շուրջ խոսում են Երևանում և արտասահմանում, քարտեզի վրա հստակ տեղ ունի։ Սյունիք։ Այս պահին Սյունիքում ամեն ինչ սովորական է, բայց սովորականը դառնում է ժամանակավոր, երբ արտաքին քննարկումները մոտենում են ներքին տարածքներին։ Այս ֆոնին սյունեցիներին հարց ունենք։ Իրենց համար պարզ է, թե ինչ ուղու մասին է խոսքը և ինչպես կանդրադառնա նրանց վրա։ Չգիտեմ ճիշտն ասած։ Դե շրջափակման մեջ ենք, օղակի մեջ ենք հայտնվում։ Եթե այդպիսի բան լինի, օղակի մեջ ենք հայտնվում։ Տխուր է, ողբերգական։ Չէ, առաջ շրջափակման մեջ չէ, հիմա բացվում է։ Դրանից լավ բան չկա։ Խաղաղություն է։ Դա իրոք լավ է։ Մենք չեք կարող գնահատել լավը։ Ես մտահոգությունն եմ շատ մեծ, որ մենք կորցնում ենք մեր հայրենիքը այդքան բան։ Հայկական ասացված կա շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքից է թաց մի դիր։ Մենք այն շների մեջ ենք, որ փայտը պարտադիր պիտի մեր ձեռքը ունենանք, որ փայտը դրեցին գետնի, մենք կործանվելու ենք։ Իսկ Թրամփի ուղին փայտը ձեռքից վայր դնել է նշանակում այդքան բան։ Սա մտահոգություն։ Միան լավն եք սպասում, որ լինի։ Բայց կլինի, ինչ եք կարծում։ Դա արդեն մեր ղեկավարությունից է կախված։ Իսկ ես ղեկավարությունը կկարողանա ապահովել այդ լավը։ Ոչ։ Բա ումից եք սպասում այդ լավը։ Նոր ղեկավարի։
Իսկ նախքան Դիվենսի այցը Հայաստան, կուսակցությունները, քաղաքական նախաձեռնությունները, իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպությունները, քաղաքական ու հասարակական գործիչները բազմաթիվ նամակներ են գրել Միացյալ Նահանգների փոխնախագահին, Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին ազատ արձակելու, արցախցիների վերադարձի հարցի եւ Ադրբեջանի զավթողական քաղաքականության վերաբերյալ։ Իսկ ով է ԱՄՆ նախագահ Ջեյդի Վենսը, ինչ ուղի է անցել ու ինչպես ստացվեց, որ Թրամփի երբեմնի ամենամեծ քննադատը դարձավ նրա աջ ձեռքը։ Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Ջեյմս Դեյվիդ Վենս, առավել հայտնի Ջեյդի Վենս, Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության ամենաերիտասարդ փոխնախագահներից մեկը, մարդ, որը Թրամփին անվանեց ցինիկ, ապա տարիներ անց դարձավ նրա աջ ձեռքը։ Ջեյդի Վենսն իրեն անվանում է լեռնեցի, որը հասավ Սպիտակ տուն։ Նրա ծննդավայրը Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Միլթաուն քաղաքն է։ Մանկությունը հեշտ չի եղել։ Ծնողներն ամուսնալուծված էին, մայրը պայքարում էր թմրամոլության դեմ, իսկ հայրը լքել է ընտանիքը, երբ Վենսը դեռ փոքր էր։ Տղան մեծացել է պապիկի եւ տատիկի խնամակալության ներքո։ Միլթաունի ավագ դպրոցն ավարտելուց հետո Ջեյդի Վենսն անցել է Միացյալ Նահանգների ռազմուժի ծովային հետևակի շարքերը, նույնիսկ մասնակցել Իրաքյան պատերազմին։ Ապա սովորել է Օհայոյի պետական համալսարանում քաղաքական գիտությունների եւ փիլիսոփայության ոլորտներում։ Հետագայում մեկ այլ համալսարանում ստացել է իրավաբանական աստիճան։ Վենսն աշխատել է իրավական ընկերություններում, զուգահեռ հետաքրքրված է եղել ներդրումային ոլորտով։ Նրա կարիերայի վերելքը սկսվեց 2016 թվականին, երբ լույս տեսավ նրա հիլբիլիական էլեգիա ինքնակենսագրական գիրքը, որում Վենսը անդրադարձ է կատարում իր մանկությանն ու պատանեկությանը, նկարագրում լեռնեցու կյանքը, սոցիալական միջավայրը, որում մեծացել է, դրա եւ դաժան, եւ գեղեցիկ կողմերը։ Գիրքն անմիջապես դարձավ բեսթսելլեր եւ լայն քննարկումների առարկա, մեծ հաջողություն ու ճանաչում բերելով Վենսին։ Վենսի քաղաքական կարիերայի սկիզբը ուղեկցվել է Թրամփին ուղղված արմատական քննադատություններով։ Իր նախկին հարցազրույցներում նա Թրամփին բնորոշել է ցինիկ տխմար, ամերիկյան Հիտլեր եւ նմանատիպ այլ բառերով։ Բայց քաղաքական խաղը փոխվեց, երբ Վենսը որոշեց 2022-ին մասնակցել Օհայոյի սենատորի ընտրությանը։ Նրա եզրափակիչ հաղթանակում մեծ դեր ունեցավ Թրամփի աջակցությունը, ինչը թույլ տվեց նրան ստանալ հանրապետականների անհրաժեշտ աջակցությունը։ Նախընտրական քարոզարշավում Վենսին մեծապես աջակցել է նաև Սիլիկոնյան հովտի խոշոր ձեռերկատար Փիթեր Թիելին, նվիրաբերելով մոտ $10 միլիոն։ Արդյունքում Վենսն ընտրվեց Միացյալ Նահանգների փոխնախագահ։ Ջեյդի Վենսը հիմա էլ գլոբալիզացիայի եւ ավանդական էլիտաների ակտիվ քննադատ է։ Նրա համար առաջնահերթ է ամերիկյան արտադրությունը եւ պետության ավելի ակտիվ դերը տնտեսությունում։ Սոցիալական հարցերում պահպանողական է։ Ընտանիք, ավանդական արժեքներ, խիստ միգրացիոն քաղաքականություն։ Արտաքին քաղաքականությունում կողմ է առաջինը ամերիկան մոտեցմանը։ Նա նաև զգուշավոր է արտասահմանյան պատերազմների ու տրվող մեծ օգնությունների հարցում։ 41-ամյա Վենսն ամուսնացած է հնդկուհի Ուշա Չիլուկուրիի հետ, որին հանդիպել է Յեյլի համալսարանում սովորելու տարիներին։ Զույգն ունի 3 երեխա, սպասում է 4-ին։ Ի դեպ, Վենսն անզավակության բացահայտ քննադատ է։ Միացյալ Նահանգների երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան Դոնալդ Թրամփի երբեմնի քննադատն այսօր Թրամփի վարչակարգում է, որպես Միացյալ Նահանգների փոխնախագահ։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Իսկ Բաքվում դեռևս ընթանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործի դատավարությունը։ Վարդանյանի գործի քննությունը Բաքվի ռազմական դատարանը կշարունակի փետրվարի 10-ին։ Այս կեղծ դատավարությունը անորոշ ժամանակով հետաձգվել էր դեռևս դեկտեմբերի 30-ին։ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգառույց Արման Սարոյանի գործի վերաբերյալ դատական նիստը։ Սարոյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ ամենայն հայոց կաթողիկոսի որոշումն ու վերականգնել պաշտոնում։ Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զորաբյանը հայտարարել է, որ եկեղեցու հոգևոր ծառայողների հարցը պետության իրավական կարգավորման տիրույթում չէ, թե ներպետական, թե միջազգային իրավունքի համաձայն։ Քննադատել է։ Ինքն էլ էր ասում, պետությունը չի կարող խառնվել եկեղեցու ներքին գործերին, այսօր ինքը առիթ է ստեղծել, որ պետությունը խառնվի եկեղեցու ներքին գործերին։ Հանդես գալով իբրև ամենայն հայոց կաթողիկոս, հարկադիր կատարողը։ Նա լիազորություն է տվել Արման Սարոյանին։ Նման աբսուրդ արգելներ չեք տեսնել ոչ միտեղ։ Այսօր հարկադիր կատարողը իրեն դրել է ամենայն հայոց կաթողիկոսի տեղը։ Եվ այսօր այս իրավական, սա կոչվում է իրավական բեսպրիձել։ Սա ասում եմ, սա պատմական ոնց ասեմ, բացասական գործողություններ են, որը ես վստահ եմ
շատ մոտ ապագայում իրանց իրավական պատասխանները կստանան։ Դատարանը կարգալույծ Արման Սարոյանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հրատապ զեկույց Հայաստանի իշխանության, Հայաստանի Այծ առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարությանը միջամտելու շարունակվող արշավի վերաբերյալ։ Զեկույցում ներկայացված են կրոնական կազմակերպությունների ինքնավարության վերաբերյալ իրավունքի միջազգային չափանիշները, որոնց պարտավոր է հետևել պաշտոնական Երևանը։ Զեկույցի անգլերեն տարբերակը շուտով կհրապարակեն եւ կներկայացնեն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը։ Նրանց մասնագիտացված գրասենյակներին եւ համապատասխան պաշտոնատար անձանց Հայաստանում եւ այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել Միացյալ Նահանգների հայոց արևմտյան թեմի առաջնորդանի Սուրբ Ղևոնդյանց եկեղեցում հաջակցություն հայ առաքելական եկեղեցու։ Եկեղեցու դիմաց հավաքված հավատացյալները հանդիպում են պահանջել եկեղեցու դեմ արշավին միացած թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանի հետ։ Սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել։ Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են ազատ արձակել բանտարկված սրբազաններին։ Մայրաքաղաքի փողոցներում ձնհալից հետո նոր փոսեր են առաջացել։ Ըստ Ավինյանի այս տարի ձյան պատճառով աղ շատ են գործածել։ Այդ է պատճառը, որ ճանապարհներն այդ վիճակում են։ Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, նաև դա բերել է իր խնդիրները ճանապարհների հետ կապված եւ մենք ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ, ծավալը ամբողջ քաղաքով մեծ է, հաշվի առնելով հասկանում ենք, որ ձնամաքրման աշխատանքների եւ աղի հետևանք է, բայց ամեն դեպքում պետք է մաքսիմալ արագացնենք։ Մի քանի օր առաջ մեր տեսախցիկն է շրջել մայրաքաղաքով ու ֆիքսել Երևանի փողոցների վիճակը։ Դիտենք տեսանյութը առանց մեկնաբանության։ Քաղաքային իշխանությունը նաև հայտարարել է, որ Կիևյան կամրջի բարեկարգման աշխատանքները պլանավորում են սկսել ամռանը, այսինքն արձակուրդի ժամանակ։ Հին պայմանագիրը խզել են, վերանայում են նախագծի տեխնիկական պայմանները ամբողջությամբ։ Իրանում ձերբակալել են հասարակական քաղաքական գործիչներին, նրանց մեղադրում են ազգային միասնությունը խաթարելու, երկրի հասարակական քաղաքական կարգը խախտելու, սահմանադրությանը հակասող դիրքորոշում ընդունելու, թշնամական քարոզչություն իրականացնելու համար։ Նրանց առաջադրվել են նաև այլ մեղադրանքներ։ Ձերբակալվածների թվում են բարեփոխումների ճակատի եւ ազգային միասնություն կուսակցության նախագահ Ազեր Մանսուրին, խորհրդարանի նախկին անդամ Էբրահիմ Ասկերզադեն, նախկին դիվանագետ Մոհսեն Ամինզադեն եւ բարեփոխումների ճակատի խոսնակ Ջավադ Էմամը։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ գեներալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձն արել են Ուկրաինայի անվտանգության ծառայության պատվերով։ Նախորդին ռուս ուժայինները հայտնել էին, որ ուկրաինացի Ռուսաստանի դաշնության քաղաքացուն Դուբայից արտահանձնել են Մոսկվա, Ալեքսեևին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածով։
Ճապոնիայի իշխող կուսակցությունը վարչապետ Սանայե Տակայիչիի գլխավորությամբ հաղթել է խորհրդարանի արտահերթ ընտրությանը։ Տակայիչին կողմ է բանակի ամրապնդմանը, Ճապոնիայի խաղաղասիրական սահմանադրության վերանայմանը և տնտեսության խթանմանը։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը Աբրահամ Լինկոլն ավիակրի գլխավորությամբ Արաբական ծովում է, հայտնել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Դոնալդ Թրամփը հունվարի 28-ին հայտարարել էր, որ ամերիկյան նավերը շարժվում են դեպի Իրան, հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասնել գործարքի, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։ Թեհրանն ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ասելու, թե մենք ինչ պետք է ունենանք և ինչ չպետք է ունենանք։ Ուրանի հարստացումն արժանապատվության և անկախության հարց է, ասել է նա։ Չնայած կոշտ հռետորաբանության, Արաղչին շեշտել է, որ Իրանը դեռ բաց է դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծման համար։ Իդեպ այսօր Իրանի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքները քննարկելու համար։ Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Ջեյհուն Բայրամովն ու Հաքամ Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, մտքեր փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս ունի վերականգնել Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը։ Մենք ցանկանում ենք, որ այդ գործընկերությունը սկսվի մաքուր էջից և ունենա հստակ ճանապարհային քարտեզ։ Լրագրողներին ասել է Կոբախիձեն, մեկնաբանելով օրերս Միլանում նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Ուկրաինայի նախագահը պատժամիջոցներով է սպառնացել։ Զելենսկին հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառելու այն օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, որոնք Ռուսաստանին մատակարարում են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ։ Պինգվինների ամենամյա շքերթ է անցկացվել Չինաստանի հյուսիսում։ Կենդանիների շքերթը կազմակերպվել է Հարբին Փոլարլենդ փառատոնի շրջանակում Հարբին քաղաքում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ SpaceX ընկերությունն իր առաջնահերթությունը Մարսի վրա բնակավայր կառուցելուց տեղափոխում է Լուսնի վրա, ինքնազարգացող քաղաքի ստեղծման վրա, որը նրա կարծիքով կարող է իրականություն դառնալ 10 տարուց էլ պակաս ժամանակում։ SpaceX-ը դեռևս մտադիր է Մարսի վրա քաղաք կառուցելու աշխատանքներն սկսել 5-ից 7 տարվա ընթացքում, հավելելով սակայն, որ գերակա խնդիրը քաղաքակրթության ապագայի ապահովումն է, իսկ Լուսինն ավելի արագ կլինի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է։